Ողջույն իմ սիրելիներ, ձեզ հետ է Թամարա Գլոբան։ Այսօր մենք կխոսենք գալիք տարվա ամենախորհրդավոր և թերևս ամենաճակատագրական ամսվա 2026 թվականի փետրվարի մասին։ Մենք մտնում ենք անհավանական տուրբուլենտության գոտի, բայց դա ստեղծագործական տուրբուլենտություն է։ 2026 թվականն այն տարին է, երբ հին աշխարհը վերջնականապես զիջում է իր դիրքերը, իսկ փետրվարը դառնում է այն նեղ միջանցքը, որով կանցնեն միայն նրանք, ովքեր պատրաստ են նորացման։ Այս ամսին մոլորակները դասավորվում են եզակի պատկերով։ Սատուրնը և Նեպտունը, գտնվելով ձկների և խոյի սահմանագծին, ստեղծում են մեծ անցման իրավիճակ։ Սա մի ժամանակ է, երբ գաղտնին դառնում է հայտնի, իսկ մեր երազանքները հանկարծ ստանում են իրականության կոշտ հիմքեր։ Սա պայթյունավտանգ գաղափարների, տեխնոլոգիական թռիչքների և հսկայական փոփոխությունների ամիս է, ինչպես ամբողջ ժողովուրդների, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրի համար։ 2026 թվականի փետրվարը կանցնի Պլուտոնի նշանի ներքո, որն արդեն ամուր հաստատվել է ջրհոսի մեջ։ Ինչ է սա նշանակում մեզ համար։ Սա նշանակում է, որ ազատությունը, բանականությունը և նոր կապերը դուրս են գալիս առաջին պլան։ Ամսվա առաջին տասնօրյակը լցված կլինի իրարանցումով և տեղեկատվության հսկայական հոսքով։ Եղեք զգույշ, այս ժամանակահատվածում հեշտ է ցանկալին ընդունել իրականի տեղ։ Փետրվարի կեսերը, հատկապես 15-ի շրջակայքը, կդառնա առավելագույն լարվածության կետ։ Սա տիեզերական քննության ժամանակն է։ Եթե դուք երկար ժամանակ հետաձգում եք կարևոր որոշումները, կյանքը կստիպի ձեզ կայացնել դրանք ակնթարթորեն։ Ամսվա վերջը կբերի թեթևություն և հստակություն։ Սա այն շրջանն է, երբ մառախուղը կցրվի, և մենք կտեսնենք նոր հորիզոններ։ Փետրվարն առաջընթացի ժամանակ է։ Գիտության, բժշկության և ՏՏ ոլորտներում տեղի կունենան իրադարձություններ, որոնք 10 տարի անց մենք կանվանենք պատմական։ Բայց ինչպես այս տիեզերական քամին կանդրադառնա ձեզանից յուրաքանչյուրի վրա։ Եկեք տեսնենք ըստ տարերքների։ Կրակի տարերք։ Խոյ, առյուծ, աղեղնավոր։ Առաջնորդության ժամանակը։ Իմ սիրելի կրակե նշաններ, ձեզ համար 2026-ի փետրվարը ասպարեզ դուրս գալու ժամանակն է։ Խոյեր, այս ամիս դուք կզգաք, որ ձեր թիկունքում բառացիորեն թևեր են աճել։ Մարսը ձեզ տալիս է հսկայական ներուժ։ Սա լավագույն ամիսն է ստարտափների և սեփական անձի մասին բարձրաձայնելու համար։ Բայց հիշեք, փետրվարի 12-ի շրջակայքում խուսափեք ղեկավարության հետ բախումներից։ Ձեր կրակը կարող է առաջին հերթին այրել հենց ձեզ։ Առյուծներ, ձեզ համար սա գործընկերության ամիս է։ Ամբողջ աշխարհը ձեզ կնայի որպես օրինակի։ Փետրվարին հնարավոր են շատ շահավետ պայմանագրեր, որոնք կգան արտերկրից կամ այլ քաղաքներից։ Անձնական կյանքում սա վառ բռնկումների ժամանակ է։ Եթե միայնակ եք, փետրվարը ձեզ կնվիրի մի հանդիպում, որը կփոխի ձեր կյանքը։ Աղեղնավորներ, ձեր խնդիրն է ուսուցումը և փորձի փոխանակումը։ Փետրվարը ձեզ հաջողություն կբերի իրավաբանական հարցերում և անշարժ գույքի հետ կապված գործերում։ Դուք հոգևոր կողմնորոշիչ կլինեք շատերի համար։ Լսեք ձեր ներքին ձայնին, այն այս ամիս աշխատում է շվեյցարական ժամացույցի պես։ Հողի տարերք, ցուլ, կույս, այծեղջյուր, ապագայի հիմքը։ Հողեղեն նշանների համար փետրվարը կդառնա պրագմատիզմի և արժեքների վերագնահատման ամիս։ Ցուլեր, աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ֆինանսներին։ 2026-ի փետրվարին կարող են բացվել եկամտի բոլորովին նոր, անսպասելի աղբյուրներ, կապված համացանցի կամ նոր տեխնոլոգիաների հետ։ Մի վախեցեք ռիսկի դիմել, բայց արեք դա սառնասիրտ հաշվարկով։ Ամսվա վերջը ուրախություն կբերի ձեր տուն։ Կույսեր, ձեզ համար փետրվարը ինքնակատարելագործման ժամանակ է։ Հնարավոր է որոշեք փոխել գործունեության ոլորտը կամ մասնակցել վերապատրաստման դասընթացների։ Աստղերն ասում են, այն ամենը, ինչ կսովորեք այս ամիս, ձեզ մեծ օգուտ կբերի արդեն աշնանը։ Խնայեք ձեր ուժերը, մի գերհոգնեք երկրորդ տասնօրյակում։ Այծեղջուրներ, դուք այս ամսվա գլխավոր ճարտարապետներն եք։ Ձեզ մոտ կգան խորհրդի և օգնության համար։ Փետրվարը թույլ կտա ձեզ ամրապնդել ձեր հեղինակությունը։ Անձնական հարաբերություններում եղեք մեղմ։ Ձեր հարազատներին հիմա շատ է պետք ձեր ջերմությունը, այլ ոչ թե ձեր հրահանգները։ Օդի տարերք, երկվորյակներ, կշեռք, ջրհոս, ալիքի գագաթին։
Օդային նշանները 2026-ի փետրվարին իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, սա ձեր աստեղային ժամն է։ Երկվորյակներ, շփումների քանակն այս ամիս կլինի անհավանական, դուք կլինեք ամենուր և միաժամանակ։ Փետրվարը ձեզ հնարավորություն կտա ուղղել հին սխալները եղբայրների, քույրերի կամ մտերիմ ընկերների հետ հարաբերություններում։ Զգույշ եղեք փաստաթղթերի հետ ամսվա կեսերին։ Կշերքներ, ձեզ համար փետրվարը սիրո և ստեղծագործության ամիս է։ Եթե զբաղվում եք արվեստով, սպասեք ոգեշնչման ալիքի։ Ամսվա կեսին հնարավոր է կարևոր ընտրություն։ Մի վախեցեք ընտրել ձեզ և ձեր շահերը, տիեզերքը կաջակցի ձեզ։ Ջրհոսներ, դուք փետրվարի թագավորներն եք։ Արևը և Պլուտոնը ձեր նշանում ձեզ մոգական ուժ են տալիս։ Դուք կարող եք փոխել ձեր շուրջը եղած իրականությունը միայն մեկ ցանկությամբ, բայց հիշեք պատասխանատվության մասին։ Այն, ինչ կքանդեք այս ամիս, վերականգնել հնարավոր չի լինի։ Ստեղծեք, կառուցեք, առաջնորդեք։ Ջրի տարերք, խեցգետին, կարիճ, ձկներ։ Խորություն և բացահայտում։ Ջրային նշանների համար փետրվարը կլինի հուզականորեն հագեցած, բայց շատ խորը շրջան։ Խեցգետիններ, ուշադրություն դարձրեք ձեր տանը։ Փետրվարը իդեալական ժամանակ է տեղափոխության, վերանորոգման կամ ընտանեկան հարմարավետության համար կարևոր գնումներ կատարելու համար։ Ձեր բնազդը կօգնի ձեզ խուսափել ֆինանսական ծակարդներից փետրվարի 20-ի շրջակայքում։ Կարիճներ, ձեզ համար սա կրքի և տրանսֆորմացիայի ամիս է։ Դուք կարող եք զգալ ամեն ինչ փոխելու անդիմադրելի ցանկություն։ Այս էներգիան ուղղեք դեպի աշխատանք, այնտեղ ձեզ սպասում է իսկական թռիչք։ Սիրո մեջ եղեք ավելի համբերատար։ Ձկներ, դուք կանգնած եք մեծ փոփոխությունների շեմին։ Փետրվարը լռության ժամանակ է, հզոր մեկնարկից առաջ։ Ավարտեք հին գործերը, փակեք պարտքերը, ներեք վիրավորանքները։ Ամսվա հենց վերջում դուք կստանաք մի լուր, որը կստիպի ձեր սիրտը ավելի արագ բաբախել։ Եզրակացություն, ոսկե խորհուրդ։ Իմ սիրելիներ, 2026 թվականի փետրվարը վախի ժամանակ չէ։ Սա ու սերը շտկելու ժամանակն է։ Հիշեք, աստղերը միայն հուշում են ճանապարհը, բայց այդ ճանապարհով քայլում եք դուք։ Այս ամսվա գլխավորը մտքերի մաքրությունն է և հավատը, որ այն ամենը, ինչ կատարվում է, մեզ տանում է դեպի լույսը։ Պահպանեք միմյանց, սեր նվիրեք և հիշեք, ապագան արդեն այստեղ է, այն սկսվում է այսօր։ Ձեզ հետ էր Թամարա Գլոբան։ Թող աստղերը պահապան լինեն ձեզ։